Հայաստանի ամենամեծ շինհրապարակում ենք։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի երկրորդ թունելն է։ Փորման աշխատանքներն ավարտվել են, սկսվելու են հատակի խորացման, այնուհետև բետոնացման աշխատանքները։ Այս թունելի երկարությունը 530 մետր է։ 40% պլյուս կատարողական ունենք Քաջարան-Ագարակ հատվածում։ 3%։ Օրվա ընթացքում ինչքան է կատարողական հաշվել եք նոր Մի փոքր դանդաղել է, պայմանավորված 60 միլիոնի կարգելի պահում։ 60 միլիոն լիրը պահում։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհային հատվածի աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Ավարտը նախատեսվում է 2027-ի տարեվերջին։ Գրաֆիկից շեղումներ չկան։ Գործընկերների հետ քննարկում ենք, որ յուրաքանչյուր օրվա միջին կատարողականը հասնում է 60 միլիոն դրամի, այսինքն յուրաքանչյուր օր պետության համար այստեղ կատարվում է 60 միլիոն դրամի աշխատանք, շուրջ 700 մարդ է աշխատում ընդհանուր շինարարական այս հատվածում։ Խուդատյանը նշում է, աշխատանքներ են իրականացվում տարբեր հատվածներում։ 15 այս հատվածում նախատեսված կամուրջներից 14-ում շինարարական եռուզեռ է, ամենաերկար կամրջի երկարությունը 720 մետր է, ինչը իրականում մեծ ծավալի շինարարական աշխատանքի է իրենից ենթադրում։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների արժեքն ավելի քան 214 միլիոն դոլար է։ Այն իրականացվում է Հայաստանի կառավարության ու կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Այս ճանապարհը հյուսիս-հարավի մի մասն է և տարանցիկ ուղի է Ասիայից Եվրոպա ուղևորվող բեռնատարների համար։ Այն շատ կարևոր է Հայաստանի, Իրանի, տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Բացի այդ, ըստ շինարարական ընկերության ներկայացուցչի, այժմ ձմռանը եղանակային վատ պայմաններում որոշ օրերին երթևեկությունը դառնում է անհնար։ Նախագծի ավարտից հետո ճանապարհը կլինի անվտանգ և տարվա ցանկացած եղանակին, թե ձմռանը և թե ամռանը հնարավոր կլինի 1 ժամում Իրանի սահմանից հասնել Սիսիան։ Ներմուծման և արտահանման ծավալներն էլ զգալիորեն կաճ են։ Սյունիքի մարզպետը նշում է, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի այս ճանապարհը։ Որովհետև այդ տնտեսական երակներից մեկն է, որը պետք էր բացվեր։ Բնականաբար Սյունիքի համար նաև նա առանձին մեծ նշանակություն ունի, որովհետև Երևան հասնելը շատ ավելի անգամները եւ անվտանգ է դարձել եւ ժամանակի իմաստով կարճացել է։ Բայց մյուս կողմից մենք նաև ականատես ենք լինում աննախադեպ ծրագրերի եւ աշխատանքների։ Ղուկասյանի խոսքով շատ են ծրագրերը, որոնք նորություն են Սյունիքի համար։ Օրինակ մենք Մեղրի համայնքում ենք այս պահին Ագարակ քաղաքում, ամենահարավային քաղաքում շուրջ 10 միլիոն դոլարով կառուցվում է դպրոց։ 3.77 միլիարդ դրամով կառուցվում է դպրոց ու նմանատիպ դպրոցները շատ են, ավելի քան 40 միլիարդ։ Այցելեցինք նաև Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունել, որի երկարությունը 455 մետր է, ներառյալ պորտալները։ Այստեղ հորատման աշխատանքներն են ավարտում եւ իրականացնում բետոնացման աշխատանքներ։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։